Մարտի 31-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն մասնավոր գործընկերություն ծրագրի շրջանակում ընտրության փուլի եզրափակիչ նիստը։ Ամփոփվել են որակավորված եւ առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները տեխնիկական եւ ֆինանսական մասերի համադրմամբ։ Ըստ ստացված արդյունքների Idemia կոնսորցիումն ընդհանուր հաշվարկով հավաքել է 94.97 միավոր, իսկ Cogentic կոնսորցիումը 79.24 միավոր։ Միջգերատեսչական գնահատող հանձնաժողովի անդամները կողմ են քվեարկել Idemia կոնսորցիումին հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշմանը։ Ըստ նախատեսված ժամանակացույցի 2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի արտադրությունը։ Կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում շենքային պայմանների ստանդարտացումը, գրասենյակների հիմնումը, սերվերային տնտեսությունը, տպագրական սարքավորումները, ծրագրային լուծումներն ու տեխնիկական վերազինումը հաղթող հայտատուի կողմից կիրականացվի առաջիկա 1 տարվա ընթացքում։ Հաջորդիվ հաղթող ընկերությանը կառաջարկվի պայմանագիրը ստորագրելու կարգը եւ պայմանները։